Եկեք Աստվածաշնչից մի հատված ընթերցեմ, որից հետո ձեզ հարց կտամ։ Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու, ասում է Տերը, եւ պիտի որսան նրանց, ապա շատ որսորդներ եմ ուղարկելու, եւ նրանք ամեն լեռից ու ամեն բլրից եւ ապառաժների խորոշներից պիտի որսան նրանց, որովհետեւ իմ աչքերը նրանց բոլոր ճանապարհների վրա են, նրանք իմ երեսի առաջ թաքուն չեն, եւ իմ աչքերի առաջ գաղտնի չեն նրանց անօրենությունները, եւ ես նախ կրկնապատիկ պիտի հատուցեմ իրենց անօրենությունները եւ մեղքը, որովհետեւ նրանք պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի քանդակներով եւ պիղծ կուռքերի դիակներով լցրեցին իմ ժառանգությունը։ Ով Տեր, իմ զորությունն ու իմ ամրոցը, նեղության օրում իմ ապաստանը, երկրի ծայրերից ազգերը քեզ մոտ պիտի գան եւ ասեն. մեր հայրերը ժառանգեցին միայն ստություն, ունայնություն եւ այնպիսի բաներ, որոնց մեջ օգուտ չկա։ Միթե մարդ իր համար աստվածներ կշինի, նրանք աստվածներ չեն, ուստի ես ահա նրանց պիտի իմացնեմ, այս անգամ նրանց պիտի իմացնեմ իմ ուժը եւ իմ զորությունը, եւ պիտի իմանան, որ իմ անունը Տեր է։ Իսկ հիմա հարցս, այս մարգարեությունը մենակ Իսրայելին էր վերաբերվում, թե ամբողջ մարդկությանը։